Խոսի, բայց խոսեմ էլի քրեական Դուք ասել եք հայտարարություններ, պաշտպանը մեզ էլ ասեց, դա տանում էլ նշեց, որ ասել եք բաներ, որոնք իրականություն են դարձել։ Ցավոք սրտի։ Եվ դուք դա տանում կարծես թե ասեցիք, ինչ որ մեղքի բաժին եք զգում, որ եթե չասեի գուցեև, հա։ Գիտեք, մեղքային առումով, որ էլ չասեմ, որտեվ հիմա էլ եմ, չէին շոր բաներ ասում, որոնց համար էլի քրեական գործեր կառուցեն, բայց հետագայում մեկը դրանք կատարվում են։ Այդ առումով եմ ինձ մեղավոր զգում։ Հիմա դրա համար վախում եմ այլևս ինչ-որ բաներ կանխատեսել, ասել ինչ ընթաց կարող է ունենալ, եթե այս ազգիս պատուհասը նորից մնա, էդ է, դրանով է, որ ես ինձ համարում եմ, որ գիտեք… Աստորեն ձերը կանխատեսումներ չէին, հստակ ինֆորմացիաներ էին, որոնք դուք հանրայնացրել եք, ամբողջ խնդիրը դա է, շատերը իրանց համարում են, չգիտեմ ինչ փորձագետ, չգիտեմ… Չէ, մարդը եթե նայում է դեպքերի ընթացքը, բնականաբար պետք է կարողանաս, եթե դեպքերի ընթացքը այդ հունով շարունակվի, ինչ է տեղի ունենալու հետո։ Դա պետք է համեմատես նաև աշխարհում, մեր տարածաշրջանում աշխարհում ընթացող գործընթացերն ու պարզ է դառնում։ Եթե սա չեն կարողանում տեսնել, գիտեք, սա ողբերգություն է։ Եվ այնտեղ իմ փաստաբանը Աննան Ծառուկյան շատ ճիշտ նկատեց, որ տեղ կա, որ ես ասում եմ, գոնե այս հարցերը ուսումնասիրեք, հա, որտեղ հետագայում սենց խնդիր ենք ունենալու, Արցախի ես մնացած մասն էլ ենք կորցնելու։ Փոխանակ դրանով զբաղվեին, եթե դրանով զբաղվեին, հաստատ Արցախի մնացած մասը մենք չէինք կորցնի։ Եթե ընդդիմությունը անսար իմ հորդորին եւ իրոք գնար գործողությունների, որ մենք հասնեինք իշխանափոխության, մենք այսօրը չէինք ունենա, Արցախը չէինք կորցնի։ Էլ չեմ ասում Հայաստանից տարածքներ, տեսեք, ես դեթիվ եմ ասում, 2440 կիլոմետր Հայաստանի տարածքից պետք է տա։ Ինչի եմ ասում 2000, էդ էլ եմ մեկ բացատրել, որ այն տարածքը, որ իբրև ինքը պետք է պահեր որպես մնացյալ Արցախ, հա, ինքը դրա փոխարեն 2400 Հայաստան, այսինքն Մեղրին պետք է տար։ Ինքը չտվեց, Մեղրի, որ շատ դեպքերում մինչև Եղեգնաձոր թիվն էին ասում, այն ժամանակ նույնիսկ, նույնիսկ եմ կրկնում։ Բայց ինքը քանի որ տեղ փոխիչը դիմացավ, այնի ձեռից ուղակի տարան, դա շատ Այսինքն պետք է տեսնել է, հիմա էլ է նույն պրոցեսը շարունակվում է։ Քանի սա մնա, մենք տարածքներ կորցնելու ենք, մենք մարդկային կորուստներ ունենալու ենք։ Ես էլի 5 տարվա, հա, հետին հայացքով նորից նայում եմ այն ինչ որ այն ժամանակ ասել եմ, ցավոք սրտի նորից եմ կրկնում, 100%-ով դառնում է իրականություն, որի համար հիմա ինձ դատում են, իհարկե տարբերությունն այն է, որ եթե այն ժամանակ դատավորը լսում էր, որ Նիկոլի հասցեին, եթե ոչ նա ապահով, չգիտեմ ինչի արամուսցի ղսրկով, միևնույն է, ուրիշ բան էլ ասենք, հիմա չալո եմ շատ ասում, չալոն էլ էր, ավել լավ կլեր, հիմա տեսեք, այդ երևույթը նոր, ասենք, եթե նոր են 5 տարի հետին հայացքով են նայում, բնականաբար իրանք տեսնում են, որ այն ինչ որ ասվել է, հետո կատարվել է, եթե առաջի դատավորը դա չէր կարող տեսնել ուղղակի, հիմա նոր դատավորը դա ամեն ինչը տեսնում է, դա համար նաև ես կարծում եմ վերաբերմունք և մոտեցումները միանգամայն ուրիշ կլինեն, իմ ուղղակի սա ենթադրությունն է, բայց այլևս ասացի և կատարվածի համար մարդուն մեղադրել, որ սուտ ես ասել, արդեն կդառնա, չգիտեմ ինչ էլի, սպասենք։ Մեկ տասնյակից ավելի հայտարարություն չէ, փաստորեն, այս գործում արկա է այդքան։